Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, բարև ձեզ պարոն Ավետիս։ Ողջույն, բարև տեսանք։ Եվ այսպես, 2 օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ժողովի ընտրությունը, գոհ եք ընտրության արդյունքից։ Այո, շատ գոհ եմ։ Ինչով է պայմանավորված։ Որովհետև ռուսական ուժերը պարտվեցին։ Իհարկե կմնան որպես ընդդիմություն, բայց սա չարիքի փոքրագույններ։ Այո, ես շատ ուրախ եմ, որ հայ ազգը կուլ չգնաց ոչ փողերին, ոչ խոստումներին, այսինքն եկել էր մի Ռուսաստանաբնակ միլիարդատեր, որը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ եւ դա երևում էր իր պահվածքից, այսինքն չուներ միտք, չուներ առաջարկներ, վախացնում էին, վախացնելով չես կարող հային չի կարելի վախացնել։ Իրանք պետք է հասկանան, որ մենք աֆրիկացիներ չենք։ Սա քաղաքակիրթ երկիր է եւ մենք 18 թվականից էլ ոչ մեկից չենք վախենում, այսինքն ժողովուրդը շատ լավ հասկացել է ով է։ Ինչքան էլ գումարով գաս, ինչքան էլ խափես, չգիտեմ, ադրբեջանցիներով վախացնես կամ Պուտինով վախացնես, չէ, մենք ոչ մեկից էլ չենք վախենում։ Այսինքն հրաշալի արդյունք էր իմ կարծիքով։ Պարոն Ավետիս, տեսեք, այդուամենայնիվ մոտ կես միլիոն մարդ իր քվեն տվել է այն ընդդիմադիր ուժերին, որոնք փաստորեն պետք է հայտնվեն կամ այդտեղ դեռ գնում են ինչ-որ հաշվարկներ, գուցե հայտնվեն խորհրդարանում։ Այսինքն մոտ կես միլիոն մարդ, ինչպես դուք բնութագրեցիք, այսպես ասած ռուսամետ ուժեր կամ գուցե Ռուսաստանից ուղարկված ուժեր, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում բավական շատ մարդ քվեարկել է հենց այդ ուժերի օգտին։ Համամիտ եմ։ Իմ կարծիքով սա դեռ անցումային շրջան է։ Հայկական պետության առաջին քայլերն են որպես պետություն։ Հետևաբար այդ կես միլիոնը դեռ պատրաստ չի ազատ ապրելու։ Ես հասկանում եմ, որ այդքան տարիներ եւ այդ ճնշումների տակ, այդ KGB-ի ճնշումները, այդ ռուսական ճնշումները իրանց հետքը թողել են։ Բայց այն փաստը մնում է փաստ, որ ավելի շատ են ազատ մտածող եւ ազատության գնացող եւ պետություն կառուցող քաղաքացիները, քան ստրկամիտերը։ Հա, իհարկե կան ստրկամիտեր, որոնք որ այս 5 տարի հետո երևի կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել մի պետության մեջ, որը ապահովում է քո առողջությունը, քո ուսումը, քո ազատ տեղաշարժը։ Այսինքն տեսեք, Ռուսաստանից ոչ ոք չի կարողանում թռնել Եվրոպա, ռուսները գալիս են ստեղից են թռնում։ Մի խոսքով, այս պահին անգամ Հայաստանը շատ ավելի ազատ պետություն, ազատ երկիր է, քան ռուսական որևիցե երկիր, սովետական միության էսի նկատի ունեմ։ Այսինքն ռուսները շատ բան ունեն սովորելու մեզանից, ես տեսնում եմ ինչ երջանիկ են զգում ռուս քաղաքացիները Հայաստանում եւ հասկանում են, թե ինչ է նշանակում ապրել ազատ երկրում։ Տեսեք, դուք ասացիք, ես կարծում եմ, որ 5 տարի հետո մարդիկ կհասկանան, ավելի կգիտակցեն եւ այս կարծես թե կես միլիոնի պատկերը հետագայում էլ չի լինի, բայց այդուամենայնիվ, պարոն Ավետիս, իսկ եթե մարդիկ հասկանան, որ չեն կարողանում իրենց լոլիկը, իրենց ելակը վաճառել եւ մնում է այդպես արգղերով փչանում է, թափում է, գուցե այլ բան հասկանան։ Գիտեք, այդ վախացնելու այդ միջոցները, գյուղատնտեսական ապրանքները, որ չեն վաճառվի, դա այնքան ճղճի խաղ է ժողովրդի հետ։ Այդ վախացնելու գյուղացուն վախացնենք, որ ձայնը մեծ տա, բան սմբուկը, կարտոֆիլը կմնա չի վաճառվի։ Չէ, դուք այդ կարտոֆիլը, գիտեք ինչ, Հայաստանը այնքան մեծ սպառողական շուկա է, արդեն հենց ինքը իրան Հայաստանում, այդ տուրիստական շարժումները, այդ հենց հայերը, որ վերադառնում են Հայաստան, այսինքն Հայաստանում բավականին մեծ շուկա կա։ Բայց արտադրությունը երբ որ մեծանում է, իհարկե կարիք կա արտահանելու, հեսա սկսում է արդեն Եվրամիության հետ, եւ ես կարծում եմ ռուսները շատ շուտով հետ կվերցնեն իրանց այդ սահմանափակումները, որովհետեւ նախ պարենամթերքը Ռուսաստանի համար կարևոր է, ինքը այդքան չի կարողանում արտադրել իր պետության բավարարելու համար, մենք կարողանում ենք մեզ համար արտադրել եւ արտահանել։ Հետևաբար այդ փոքրիկ խնդիրները շատ շուտ կլուծվեն, հենց իրանք կհանեն, հիշում եք Թուրքիան, որ օդանավը խփեց, ռուսական լոլիկները կանգնացրեցին, այսինքն այդ լոլիկամանիան Կրեմլում չես հասկանում ինչի, սենց այ մենք ձեր լոլիկը էլ չենք ուտի։ Դա մանկամտություն է, լուրջ չի, լուրջ քաղաքական, լուրջ պետական մոտեցում չի սա։ Եվ հետո իրանք էլ շատ շուտով կհասկանան։ Ինձ մի պահ թվաց նույնիսկ այդ բանը Տաշիր Սամոն կամ Քոչարյանը
իրանք են խնդրել անգամ Ռուսաստանին, որ ճնշումներ գործադրի հենց ընտրությունների ժամանակ, որտեղ այնքան ճղճիմ բաներ են անում, քայլեր են անում, որ ասում ես, լավ, լսի, մեծ մարդ ես, չես ամաչում, իջնում ես լոլիկի մակարդակին, ինչ որ մի քանի լոլիկ արտադրող, որ դժգոհ մնա քեզանից։ Էն էլ տեսա ես, լոլիկ արտադրողները ասեցին, չենք ծախի, մյուս տարի կծախենք, կամ էլ ոչ չենք փոխելու մեր պետության հետ, հա, այսինքն դժգոհություն անգամ չկարողացավ առաջացնել այդ ինչ ասեմ, կներեք, բայց դեբիլ բանը, միջամտությունը։ Պարոն Ավետիս, ինչ է կարծում, որ այդուամենայնիվ ինչու է այնպես ստացվում, որ անընդհատ, այսպես ասած, նույն ուժերն են, գուցե տարբեր կուսակցություններում են կամ տարբեր քաղաքական ուժերում են հայտնվում, բայց նույն մարդիկ են գրեթե եւ հայտնվում խորհրդարանում։ Եթե օրինակ մենք նայում ենք ուժեղ Հայաստան դաշինք կամ հիմա արդեն Բարգավաճ Հայաստան, ստացվում է, որ հիմնականում պայքարը գնում է միշտ տարիներ շարունակ այս նույն դեմքերի, նույն ուժերի մակարդակով։ Իհարկե ուժեղ Հայաստանը նոր ձևավորված ուժ է, բայց այդուամենայնիվ, ինչպես շատերն են ասում, փոխկապակցված է հենց այդ ուժերի հետ։ Ինչու նոր դեմքեր, նոր ուժեր չեն կարողանում մտնել խորհրդարան։ Ասեմ ձեզ, որովհետև երիտասարդները հայ երիտասարդներ այլևս չեն մտնում ծառայության ռուսական գաղտնի ծառայության անդամ չեն ուզում դառնան։ Առաջ հենց բանը ինստիտուտը ավարտում էիր, առաջարկում են կուզեք ծառայեք բանում KGB-ում, FSB-ը հիմա կոչվում է, չէ, գաղտնի ծառայություն։ Իմ կարծիքով հիմա երիտասարդները չեն գնում այդ ծառայելու, որտեղ առաջ եթե չէիր ծառայում, դու հաջողության չէիր հասնի։ Ոչ աշխատանք կունենայիր, ոչ շքանշան կստանայիր, այսինքն այս ամեն ինչը բացում էր այդ KGB-ական համակարգը։ Հիմա երիտասարդները էլ չեն մտնում այդ կառույցը եւ հետեւաբար իրանց մնացել է այդ հին դեմքերը, իրանք ես կարող եմ հանգիստ ասել ազգի դավաճաններ են, որովհետև չեն ծառայում մեր պետությանը, այլ ծառայում են օտար պետությանը։ Եվ այդ օտար պետության ծառայողները շատ քիչ են։ Ցավոք դաշնակցությունը տեսեք ոնց գրկեց Քոչարյանին, դրանով իսկ ստորագրեց իր պատիժը։ Ինքը պատժվեց սխալ ընտրությամբ։ Ախր դուք ինչ գործ ունեք Քոչարյանի հետ։ Մեծ տարիքով կուսակցություն եք, չէ՞։ Այսինքն իրանք իրանց վարկաբեկեցին, որովհետև այդ նույն խումբն է։ Տեսեք, դուք ինքներդ ասեք, որ խումբը չի փոխվում, որովհետև այդ գործակալական ցանցը այդքանն է։ Երիտասարդները արհամարում են արդեն։ Բայց ես երբ նայում եի շատ ուժեր, որ չեն կարողացել անգամ 1%-ի շեմը հաղթահարել, էլ ուր մնաց 4%-ի, ես ինքս վատ էի զգում հենց այդ ուժերի համար, ամաչում է, որ լավ, դու չես հաշվարկել քո, այսպես ասած, ինչ ընտրազանգված ունես, որ առանց վատը զգալու էլ փորձել ես մասնակցել ընտրություններին եւ ամոթալի է այդպիսի պատկեր ունենալը։ Գիտեք ինչ, ամոթալի չի, ամեն քաղաքական ուժ պիտի ուժերը ամեն դեպքում փորձի ընտրությունների ժամանակ։ Բայց ուժեր կան, որ անընդհատ փորձում են եւ անընդհատ այդ 1%-ի շեմը չեն էլ հաղթահարում։ Այսինքն անելիք ունեն իրենք, որ եթե մեկ անգամ հետեւություն չես անում, երկու անգամ չես անում, դա արդեն խնդիր է։ Այո։ Քաղաքական դաշտը դեռ պետքա ձևավորվի Հայաստանում։ Հայաստանում ես մի անգամ արդեն ասել եմ, Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի։ Այստեղ կա մի կողմից վենդետա, այդ Քոչարյանի վենդետան է, եւ ռուսական կոնտրոլի բանն է, զանգվածն է, եւ մի խումբ քաղաքական գործիչներ, որոնք պետություն են կառուցում։ Մենք պետություն չենք կառուցել դեռ, չենք ունեցել։ Մենք հիմա ենք սկսում պետություն կառուցել։ Երբ որ պետությունը կկայանա, այն ժամանակ կկայանա նաեւ քաղաքական կուսակցություններ, այսինքն գաղափարական հակասությունները շատ լավ է, բայց ես քեզ կհանեմ, իրանք Քոչարյանը իր միակ ցանկությունը Նիկոլին Փաշինյան հանելն է իր պաշտոնից, բայց ինչ է առաջարկում փոխարենը, այդ չի խոսում։ Ես քեզ պետք է հանեմ։ Պետք է հանելով արդեն ոչ մեկը քեզ չի հավատում։ Դու ասա ինչ պետք է անես դու։ Դե ինքնասում էր արժանապատիվ խաղաղություն, որ հաշվի նստեն քո հետ։ Լսեք, արժանապատիվ խաղաղությունը արդեն կա։ Այդ արդեն հին արտահայտությունն է, որովհետև մենք տեսանք աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ վստահում է այդ քաղաքական գործչին։ Ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը ես կասեի, որ աշխարհի լավագույն քաղաքական եթե ոչ գործիչն է, գործիչներից մեկն է։ Ես չեմ տեսնում միջազգային արենայում ավելի պատրաստված եւ ավելի մեկին, որը որ տեսեք ինքը ինչ արեց։ Ինքը աշխարհին առաջարկեց նոր քաղաքական մոդել,
որտեղ կարելի է եւ Պուտինի հետ շփվել, եւ Թրամփի հետ շփվել, եւ Մակրոնի հետ շփվել։ Այստեղ բոլորը ապշիրեն, այս ոնց է կարողանում այս մարդը, այո, այս է խաղաղությունը, այս է երկխոսությունը, երախոսությունը, բոլորի հետ մոտ 50 առաջնորդներ բերեց Հայաստան եւ խոսեց բոլորի հետ, բոլորը զարմացած են, այս ինչ քաղաքական նոր ձև է։ Այո, Նիկոլ Փաշինյանը ստեղծել է քաղաքականության նոր ձև, որտեղ չկան հավերժ թշնամիներ։ Տեսեք, Մակրոնը երբեք չի գնում բան, ասենք Մոսկվա, կամ ասենք դե հիմա լարված են բնականաբար լարվածությունը պետք է գնալով թեթևացնես, թույլացնես։ Իսկ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է աշխարհին կառավարման նոր մոդել, հարաբերվելու մոդել, հա, ոչ թե նեղանանք, դուրը փակենք, գնանք, ասենք, չէ, մենք ձեր տուն էլ չենք գա, չէ, պետք է գնացած ասես արի խոսանք, այս նոր ձևը քաղաքականության մեջ, որը որ չի եղել երբեք եւ չկա, Նիկոլ Փաշինյանի նորարարությունն է։ Տեսեք, բայց այդուամենայնիվ մենք տեսանք, որ այս պահի դրությամբ գոնե քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի ազգային ժողովում չունի սահմանադրական մեծամասնություն։ Այո, շատ լավ է, թող չարչարվեն։ Շատ հեշտ կլներ, գիտեք, որ ամեն ինչ ձեռքի տակ դնենք, տայինք, ասենք դե գնա ղեկավարի։ Չէ, գնացեք չարչարվեք, աշխատեք, շատ ավելի աշխատեք, քան աշխատում։ Չնայած աշխատում են, շատ լավ են աշխատում, բայց պետք է ավելին աշխատեն։ Նոր մարդիկ բերեն, չգիտեմ, այսինքն կազմակերպեն ըստ իրավիճակում հարցերը լուծեն։ Այո, թող չարչարվեն։ Պարոն Ավետիս, եթե դուք համեմատում եք Իտալիայում տեղի ունեցող քարոզարշավները, ընտրությունները Հայաստանի հետ, ինչ ընդհանրություններ կան եւ ինչ հակասություններ կան, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպիսի քարոզարշավ եղավ մեր վերջին քարոզարշավը եւ ինչպես է սովորաբար դա լինում Իտալիայում։ Դե ինչպես ասեցի, երբ որ պետությունը կայանում է, ամեն ինչը ավելի հեշտ է լինում։ Այդ կատաստրոֆա չի լինում Իտալիայում ընտրությունները։ Հայաստանում կատաստրոֆա է։ Ինչի, որովհետեւ մի ծայրահեղությունից կարող է մյուս գնա, ասենք, մի քանի ժամվա ընթացքում։ Իսկ ասենք Իտալիայում, երբ որ իշխանափոխություն է լինում, ասենք հաղթում են ձախերը աչերին։ Հիմնականում ձախերն են եւ աչերն են։ Այնտեղ խմբավորեցին, այսքան շատ կուսակցություններ կային, այնտեղ էլ կային, բայց եւ այնտեղ հասկացան, որ պետքա միավորվել եւ մեծ կուսակցությունները 3 են հիմա, այդ 5 աստղ եւ կա, որ ալտերնատիվ քաղաքական բանա ներկայացնում, առաջարկներ, գաղափարական առաջարկներ են ներկայացնում։ Հիմնականում այնտեղ Իտալիայում, որ հոգնում են ձախակողմյան ղեկավարությունից, բանը քաղաքները ընտրում են աջակողմյան, այսինքն փոփոխություն, գիտեք ինչ, որ այդ լավ բան է փոփոխությունը, որ մի քաղաքական գործիչը չմնա հավերժ, այսինքն որ ամեն մեկը վախենա, որ շուտով գալու է ուրիշը, այսինքն այդ կոնկուրենցիան շատ լավ բան է, բայց Հայաստանում չկա կոնկուրենցիա, Հայաստանում կա հիմա այս պահին կա Նիկոլ Փաշինյան, որը պետություն է կառուցում, որը հարևանների հետ դաշնակցական հարաբերություններ է հաստատում եւ կա ռուսական ուժը, որ ասում է, չէ, դու ընդհանրապես արտգործ նախարարություն ձեզ պետք չի, Լավրովը ձեզ համար կորոշի եւ ձեր ամբողջ տնտեսությանը մենք դեր կկանգնենք։ Այսինքն պետականության հիմքերի հերքում է սա։ Այսինքն Տաշիր Սամոն ինչի եկավ, որպեսզի հետ տանի բան ռուսական ազդեցության տակ գցի, ինքը չի ասում ինչ կլինի, իր համար լավ կլինի, ինքը փող էր աշխատում, ելի կաշխատի, բայց մենք ասենք բանկային համակարգը մեր կկանգնի, Թրամփը չի կառուցվի, տրիպը Թրամփի եւ Մակրոնի հետ հարաբերությունները, որ շատ միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքել, ամբողջը կվերացվի, ռուսը կգա այդ Սյունիքում իր զորքը կշարի, այս դեաս թողասի ինչա լինելու Իրանից հետո, ինքն էլ չգիտի ախր, որովհետեւ իրան չեն էլ ասել են գնա Նիկոլին գցի, իր աշխատանքը, իր հանձնարարությունը Նիկոլին գցելն է, հիմա չկարողացավ Նիկոլին գցել, շատ հնարավոր է, որ Ռուսաստանը իրան էլ պատժի։ Պարոն Ավետիս, դուք ասացիք, որ դաշնակցային հարաբերություններ հարևանների հետ, բայց մենք շատ հաճախ տեսնում ենք, որ նույն հարևան Ադրբեջանում պետական հեռուստատեսության պարբերաբար ներկայացվում է Արևմտյան Ադրբեջան եզրույթը Հայաստանը ներկայացնելիս, հենց ասում են Արևմտյան Ադրբեջան։ Վերջերս էլ մի ցուցահանդես էր կազմակերպվել էլի Արևմտյան Ադրբեջան խորագրով եւ ներկայացված էր Սևան Ալիչը, Էջմիածինը, Երևանը։
այս դեպքում մարդկանց մոտ կարող է հենց հարց առաջանալ, չէ՞, դաշնակցային հարաբերություններ, հարևանություն լավ մեկի հետ, ով այդպես է ներկայացնում մեր երկիրը իրանց երկրում։ Այս հատ երկար խոսակցությունն է, որպեսզի կարճ պատասխանեմ, կասեմ, որ կա ներքին լսարանի համար հայտարարություններ։ Հա, որովհետև ընդեղ են կերակրում ստով բանին, ընդեղի ժողովրդին։ Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանի քաղաքական դաշտը եւ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ցածր մակարդակում է գտնվում, քան հայկականը։ Ամեն դեպքում դա կլինի կապված շատ հարցերի հետ, որ հայ ընտրողը, հայ հասարակությունը շատ ավելի զարգացած է, դա որովհետև մենք կապված ենք ամբողջ աշխարհի հետ եւ քննադատել գիտենք եւ ազատ երկիր է սա, հետեւաբար հայ հասարակությունը շատ ավելի առաջ է այս առումով։ Եվ այդ ցածր հասարակությունը, կներեք, չեմ ուզում վերավորել, ցածր չի, այսինքն իր տեղում, այդ ձևի, այդ քանի, իրանք կարիք ունեն կերակրվելու տարբեր հայտարարություններով, ալիևը պետք է հանգստացնել ժամանակ առ ժամանակ։ Հա, իսկ այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը, որ երբեք չի եղել, դա եթե մի երկու խոսքով ասեմ, դա հատուկ ասվում է, որպեսզի մենք չասենք արևմտյան Հայաստան։ Եվ այսպիսի մի հարց էլ տամ ձեզ, ընտրությունների արդյունքները երբ հրապարակվեցին, ոմանց մոտ, այսպես ասած, զարմանալի էր, թե ինչու մասնավորապես սահմանամերձ հատվածներում բնակվողները ընտրել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դուք դա ինչով եք պայմանավորում։ Մաքուր են, փչացած չեն, կաշառված չեն, թե նրանք ավելի են կարևորում խաղաղությունը, քան օրինակ, չգիտեմ, մի քիչ ավելի կենտրոնական հատվածներում, խաղաղվելը, որովհետև նույն Կիրանցում կամ Սյունիքում, երբ իրենք ավելի են մոտ Ադրբեջանին, իրենք նախապատվությունը տվել են քաղաքացիական պայմանագրին։ Գիտենք, ես այդ բանին 2015-16 թվականին գնացել եմ սահմանամերձ շրջաններ, ես տեսա մի դպրոց, որի վրա ամեն օր կրակում էին Ադրբեջանից։ Եվ իրանք արդեն սովորել էին այդ կրակոցներին, դա նորմալ էր իրանց համար։ Ես մի բանի վրա զարմացա, որ երբ որ վերադարձա Երևան, որը ժամուկես 2 ժամ հեռավորության վրա է ընդամենը, եւ տեսա, որ երևանցիները մտքներով չի անցնում, որ մեր երեխեքը գնդակահարվում են ամեն օր։ Այդքան մեծ տարբերություն սրճարաններում, բանում, քեֆ են անում Երևանում, մեկ ժամուկես են ճանապարհ անցնում ես, այնտեղ գնդակահարվում էր համարյա ամեն օր իրանց այդ պատուհաններն էլ նայում էին Ադրբեջանի կողմ, այդ դպրոց էր դա, հա։ Հա, եւ իրանք շատ ավելի համարձակ են, ինձ թվում է, այնտեղ ապրող մարդիկ եւ գնահատում են իհարկե, որ այսօր չեն կրակում արդեն այնտեղ, հա, որտեվ իրանք ամեն օր են կրակա հերթի տակ դպրոց գնացել։ Իհարկե նրանք ավելի ինֆորմացված են, քան Երևանի այդ սրճարաններից դուրս չեկող երիտասարդությունը, որ մեքենաների մեջ, չգիտեմ, բան են անում, բարձր երաժշտությամբ պատտվում են Երևանի փողոցներով։ Այ մի ժամուկես էր հեռու, ոչ ոք չէր գնում նայեր այդ երեխեքը ոնց են ապրում։ Մի խոսքով, իհարկե այդ քաղաքացիները, այդ գյուղացիները, քաղաքացիները, որ ապրում են սահմանամերձ շրջանում, իհարկե տեսան, որ այս քանի տարի չեն կրակում մեզ վրա, այս ոնց եղավ։ Այո, իրանք գնահատում են խաղաղությունը Ադրբեջանի հետ եւ շուտով իրանք ավելի առաջ կլինեն, քան քաղաքացիները, որովհետեւ այնտեղ շուտով առևտուր կսկսվի, այնտեղ մեծ շարժեր կսկսվեն եւ Երևանը կգնա, կասի մի քիչ կթողնեք ձեր մոտ ապրեմ։ Մի խոսքով կփոխվեն, դերերով կփոխվեն երևանցիները այդ գյուղերում ապրող եւ արարող գյուղացիների հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիստն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։